Բարև ձեզ։ Ես Գագիկ Աղակյանն եմ, երկրաչափության 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների դասագրքերի հեղինակը։ Նախարարությունը երաշխավորել է նաև 11-րդ դասարանի երկրաչափության համար այս գիրքը։ Գիրքը ուրեմն գրված է հենկային ծրագրի համար։ Մի երկու խոսքով հիշեցնեմ, որ ավագ դպրոցում մենք ունենք երկու ծրագիր, էապես տարբեր ծրագրեր, խորացված եւ հենկային ծրագրերը։ Դրանք եւ ժամանականակով, եւ բովանդակությամբ, եւ շահառուների իմաստով խիստ տարբեր են։ Խորացված ծրագիրը ենթադրում է, որ աշակերտները պատրաստվում են շարունակել իրենց ապագա կրթությունը այնպիսի մասնագիտություններով, որտեղ մաթեմատիկան հիմնական առարկա է կամ գոնե ընդունելության քննության առարկա է, իսկ մնացած բոլորը պետք է որ ընտրեն, չի դա պարտադրվում, բայց հասկանալ է, որ մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը լինելու են հենկային ծրագիր ընտրած այն երեխաները, որոնք չեն շարունակելու խորանալ մաթեմատիկայի մեջ։ Ուրեմն 11-րդ դասարանում հենկային ծրագրով ժամանականակը ենթադրվում է տարեկան 34 ժամ, շաբաթական 1 ժամ։ Դրանցից 4 ժամը դուրս է գալիս երկու թեմաների ամփոփիչ աշխատանքների համար եւ մնում է ընդամենը 30 ժամ։ Հենկային ծրագրերի առանձնահատկությունը նաեւ այն, որ երկրաչափության ավագ դպրոցի հենկային ծրագրերը ենթադրում են հարթաչափության որոշ թեմաների կրկնություն։ Եվ դրանք գրքում առկա են, լրացնում են փաստորեն նյութը, նախապատրաստում տարածաչափության համապատասխան կտորը յուրացնելուն։ Մեթոդական ձեռնարկը, ինչպես եւ մյուս դասագրքերի մեթոդական ձեռնարկները, գրվել են այն մոտեցմամբ, որ ուսուցչին հնարավորինս օգնել ապահովել բոլոր այն նյութերով, որոնք ինքը օգտագործելու է, որոնցից շատերի համար ինքը պետք է ահագին ժամանակ ծախսեր, իսկ դրանք հիմա պատրաստ տրամադրվում են։ Մասնավորապես ամփոփիչ աշխատանքների համար, ամեն թեմայի համար արդեն տարբերակները ներկայացված են, դրանք մեթոդական ձեռնարկում լինելու են։ Այստեղ նույնպես ես նախատեսել եմ, որ դուք հնարավորություն ունենաք ներբեռնել դրանց PDF տարբերակները, որոնք ուղղակի կարելի է տպել եւ օգտագործել ամփոփիչ աշխատանք անցկացնելու համար, եւ նաեւ Word տարբերակները, որոնց նպատակը այն է, որ եթե դուք ունեք ցանկություն ինչ-որ բան փոխելու, օրինակ քանակը քչացնելու, բալավորման մեջ ինչ-որ փոփոխություն անելու կամ եղած առաջարկված տարբերակներից նոր տարբերակներ ստանալու համար, իհարկե Word տարբերակը դրա հնարավորությունը կտա ի տարբերություն PDF տարբերակի, ել չեմ ասում մեթոդական ձեռնարկում եղած տարբերակների, թղթային տարբերակը, այսինքն դրա համար ընդհանրապես հարմար չէր լինի։ Ուրեմն բացի դա ամփոփիչ աշխատանքներից բոլոր թեմաները ներկայացված են իրանց ժամաբաշխումներով, պարագրաֆներով, թեմաների, պարագրաֆների նպատակներով, վերջնարդյունքներով, որոնք նույնպես կարևոր են եւ փորձը անցած տարվանից սկսած արդեն ցույց է տալիս, որ էլեկտրոնային մադյանները լրացնելու ժամանակ այդ բոլորը ձեզ պետք է լինում եւ որպեսզի դուք ունենաք ավելի լայն հնարավորություններ դրանք օգտագործելու, նախատեսված է նաեւ, որ դուք դրանց Word տարբերակները նույնպես կստանաք, որ ձեր համար էլեկտրոնային մադյաններ լրացնելը հեշտ լինի։ Եվ կարևոր է, որ մենք հասկանանք, որ սա ներկայացված դասագիրքը հենկային ծրագրով է գրված, որ երեխեքի համար է նախատեսած, ընդհանրապես ասած, այդ երկու ծրագրերի ինչ որ հիբրիդ տարբերակ ստեղծել կամ ինչ որ գրքով փորձել դրանք համատեղել, օգտակար չեմ համարում, հակառակը դրանք շատ տարբեր ծրագրեր են եւ ճիշտ է, որ ամեն ծրագրի համար լիներ առանցին գիրք։ Բարեբախտաբար այս պահին ունենք այդ տարբերակը, ուրեմն ինչպես մյուս դասագրքերի դեպքում լինելու են on-line հանդիպումներ, հնարավոր են այս դեպքում նույնիսկ դեմ արդեմ հանդիպումներ, քննարկումներ
կարծում եմ, որ դրանք նորից կնպաստեն ուսուցման process-ը բարելավելուն, եթե ցանկացած հարցեր լինեն դրանք վերացնելուն, այսքան